Նախկիները հասկացան։ Հրեական վիրուսը։ Թալանել է, Իսրայելի վիրուս։ չեն թալանել, ինչքան որ թալանել են, բայց ոց ձեր չափ չեն թալանել։ Հələ մի հատ հիշեք 7 տարի առաջ ով էիք դու։ Բոլորը հարկատիրի պարտքերը, բրեկները եկակ իշխանության։ Հիմա այսօրվա օրը գոնե ամաչ են թալանից մի խոցացել։ Գոնե ամաչ են։ Հələ հետ են բերում մեզ են տալի, մեզ ինչ, իմ համար ինչ տարբերություն, Պողոսից կառեն պետր, մեկը բերում են իրանք իրանցը պարգևատ վճար են բաժանում, իրանք իրանցը առանձնատներ են առնում, դրանից ժողովուրդը շահում, ջահանդամին բերես, ռենջ առ ռենջ, ռենջները առնում ես կնգակ տալք ես դնում, կարող է ժողովուրդն օգտվում դրանից։ Հակոբյանը ասում է, որ կրթվել է նորաձև է և հասարակությունը կրթվելու կարիք ունի, որպեսզի հասկանա իրենց իշխանության գաղափարախոսությունը, ինչ կասեք այս առումով։ Տղա ջան, մի բան ասեմ, մի քիչ շատ գլի, բայց դե պետք է ասեմ։ Հələ թող մի հատ, չէ, մի քիչ քաղաքավարի կփորձեմ, հələ թող մի հատ իրանք կրթվեն։ Այդ երբ են օլոյի ջոլոյի պես խայտարագություն, դրանք որ դուրս են գալի երեխեքին էլ հետևներից գծած ամաչում են, որ դրանք մեր երկրի ղեկավարն են։ Այդ դու երբ ես Անա Հակոբյան մի հատ կիրթ մի բառ ասե, որ այսօր էլ ազգին ես ուզում կրթվես, հələ մի հատ դու գնա փողոցով քայլելուց սովորի, որ քորելով ձեզի չքայլեք, հələ այդքան բանը գիտակցի, հելնում եք ամբիոններից ամբողջ ընտանիքը մենակ ինքը չէ, քորելով ման է գալի իրանցը, դու կրթվեք, նոր արեք ուրիշներին կրթեք, հողերս ձեր գլխին, թալանեցին կերան մեր երկիրը, չգիտեմ ոնց պտի անենք, Ինձի թվում ասված արդարայելի չի թողի, արդեն այնքան են փորձությանը կե, նայն է մի ժողովուրդին լացս գալիս է, այսօր ասում հլե չնայած գալիս եմ շուշուտ եմ գալի, սրանք իմ հայրենակիցներն են, այդ համ հլը տենամ ես էլ իմ լումայու չապով, զենք բռնել չգիտեմ, ոչ բան անել չգիտեմ, բայց ես էլ իմ լումայու չապով ուզում եմ գամ կայնեմ իմ արցախցի քույրերի եղբայրների կողքը, որ իրանք իմանան, իրանք մենակ չեն, թող նորից եմ ասում, անիծվի են մարդը, ով որ Արցախցի, Ղարաբաղցի կտարանջատի, իրանք մեր քույրներն ու եղբայրներն են, ու իրանք հավասար արտոնություններ ունեն այս երկրի մեջ, էսի Նիկոլի երկիրը չի, էսի մեր երկիրն է, Նիկոլը ժամանակավոր մի բան է, հետո մի բան էլ ասեմ, սրանք չեն ամաչում, ասում են 680,000 ձայն տվող ենք ունեցել, ման ջան, Ալին ջան, Վահագ Ալեքսանյան ջան, էդի խափնվել ենք, 680,000-ի մեջ ես էլ եմ եղել, համի ոտերս թողել եմ, գլխիս եմ խփում, ինպես միլիոնավոր մարդիկ խափնվել են, փոշմանել ենք, չենք իմացել, որ թուրքի գործակալներին բերում ենք Հայաստանի իշխանության գլուխ, չենք իմացել, որ Ալիևը բտինդեղից հրամայի, մենք էլ ստեղ ենթարկվենք Ալիևի հրամաններին, էսի մեր երկիրն է Նիկոլ, էսի քո երկիրը չի, դու արդեն հոգեբարքի մեջ ես, քո վերջի խրխռոցներն արդեն ըլում, վերջի խրխռոցները, հրգություն չկա, Աստված արդար է, Աստված դաժան չի թողի, որ այս ժողովուրդ ես, առանց էդ էլ այսքան տանջված ժողովուրդը նորից այսքանից հետո տանջվեն, մերնեմ Աստծուն, թող իրանք էլ իրանց այդ հասապ հուսեկով չեն ամանչում, իդ ինչեր են խոսում, հելնում են էթում են արդ երկրներ, ժողովրդի անունից են խոսում, Հայաստանի անունից են խոսում, նոր իրանք մոռացել են, որ իրանք ընդամենը ունեն 7% ձայն, դու ով ես, որ էթում ես, մի հատ ժողովուրդն էլ ես եմ, քեզով է այդքան իրավունք տվել, որ դու այդ ասիմ անունից ընդեղ երանք Հայաստանը որոշել է, գլուխդ պատին ես տվել, դու Հայաստանն ես, հա, Էդու ես ասում ես Հայաստանը Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմի մեջ, դու ես Հայաստան, այ քնձր, գրակները կեմ ենք այդ գժերի ձերը, թող եթանային մարդ իրանց երամով, նախիրով եթան հոգեբուժարանները բուժվեն, մենք էլ պրծնենք, մենք էլ մեղք ենք, խիս ես լարված վիճակ կլի, 4 հատ նախագահ ենք ունեցել, որ մի նախագահի օրոնք ենք սենց լարված քնում ես, էլ մի չգիտես, թուրքը գլխիդ վերև է կլի թե չի,
Ու չգիտեմ, էլ բան շատ բան ասում, շատ երկ գիտեմ ցեներ չի գալի։ Շատ բան կարամ ասեմ, բայց ցենզուրայից դուրս կգամ։ Այս իրանք չեն էլ նայեն 70 տարեկան մարդուն տարան բռնեցին, չեն էլ նայեն տարիքը, ծերդ, մի հատ մահանա են մանգալի։ Ես այս 7 տարվա մեջ sense հասկացա, որ ով Նիկոլին չի գովում իր ակնգահետ կամ էլ իր փնթոշ ընտանիքին։ Հաջորդ օրը բերդ, մի հատ գործ սարքում են ու գնա։